Պարզ դարձավ, որ դագաղը դատարկ է։ Ծնողները կասկածելով ինչ-որ բան որոշեցին արտաշիրում անել։ Ամուսնացրել են մահացած աղջկա հետ, մահացել էր այդ տան փոքրիկ աղջիկ երեխան, նա քանդում է գերեզմանը, հանում աղջկան եւ տանում տուն։ Այցելում է 752 եւ ավել գերեզմանատներ, բայց մինչեւ վիդեոին անցնելը կխնդրեմ բաժանորդագրվես ալիքին, կիսվես մեկնաբանություններում քո կարծիքով եւ նաեւ հետեւես ինձ այլ սոցիալական հատակներում։ Նա ծնվել է 1966 թվականի սեպտեմբերի 1-ին Նիժնի Նովգորոդում։ Մանկուց շատ էր սիրում գնալ գերեզմանատներ։ Փոքր հասակից Անատոլին շատ լուռ էր, շատ զուսպ էր, նա համարյա թե չէր շփվում իր դասարանցիների հետ ու շատ հաճախ նաև իր լռության պատճառով ենթարկվում էր բուլինգների, տարբեր ծաղրանքների էր ենթարկվում։ Նույնիսկ դեպք է եղել, երբ նրան ծեծել են, բայց դրան ոչ ոք համարյա ուշադրություն չէր դարձնում։ Անատոլին լինելով զուսպ եւ շատ համեստ, նա նաև շատ խելացի էր եւ շատ կրթված էր, եւ փոքր հասակից նա արդեն գիտեր 13 լեզու, տիրապետում էր 13 տարբեր լեզուների ու ամբողջ տարօրինակությունները սկսվեցին, երբ Անատոլին իր դասընկերների հետ դպրոցական պրոյեկտներից մեկի համար մակալատուրա որոշեցին հավաքել։ Նրանք տներով էին անցնում եւ հարցնում, արդյոք կա որևէ թուղթ կամ գարդոն, որը ձեզ պետք չի, մենք դպրոցի պրոյեկտի համար դա հավաքում ենք որպես մակալատուրա։ Տներից մեկում այդ պահին թաղում էր տեղի ունենում, մահացել էր այդ տան փոքրիկ աղջիկ երեխան, ով 12-13 տարեկան էր, Անատոլիի տարեկիցն էր։ Տանը կային շատ մարդիկ, բայց որն է ամենազարմանալու, բոլոր մարդիկ հագած էին սև, համարյա թե նմանվող հագուստներով, այսինքն բոլորի հագուստը համարյա թե նույնն էր, եւ մի կին, որը կարծես այդ աղջկա մայրն էր, մոտենում է Անատոլիին, նրան ստիպում, որ գա աղջկա մոտ, կարդա հին ռուսերենով ծեսեր, մասնակցի ամբողջ արարողությանը եւ որ նա պարտավոր է աղջկա մատին հագցնի մատանի, ամուսնական մատանի, եւ նույնը Անատոլիի մոտ են անում։ Անատոլիի ձեռքին հագցնում են ամուսնական մատանի, Անատոլին որքան է որ խնդրում է եւ ուղղակի լացինելով աղաչում, որ հեռանա այդտեղից, իրեն բաց թողնեն, այդ մարդիկ նրան պահում են այնքան ժամանակ, մինչեւ նա մասնակցում է հուղարկավորության ամբողջ ծեսին։ Այս ամենը շատ տարօրինակ է լինում, Անատոլին վազելով գնում է տուն, նա պատմում է ծնողներին դրա մասին, որ իրեն ամուսնացրել են մահացած աղջկա հետ, ստիպել, որ նրա ձեռքը համբուրի, եւ դրանից հետո Անատոլին անընդհատ սարսափելի երազներ են գալիս, նա անընդհատ տեսնում է այդ աղջկան մահացածին ու երբ ծնողները որոշում են նրան տանել բժշկի մոտ, բժիշկն ուղղակի ասում է դա ցերահասունացման տարիքի պատճառով է պայմանավորված եւ այս ամեն ինչը ուղղակի հորիված է, շուտով կանցնի։ Սա ուղղակի հորմոնալ խանգարումներ են։ Ծնողները լսում են բժշկին իհարկե եւ այդ ամենը ուղղակի մոռացվում է։ Դպրոցն ավարտելուց հետո Անատոլին ընդունում է Մոսկվայի պետական համալսարան եւ դառնում շատ անվանի եւ շատ հայտնի գիտնական։ Նա սկսում է տարբեր հոդվածներ հրապարակել, դիսերտացիաներ պաշտպանել եւ դառնում է անվանի գիտնական շատ հայտնի, բայց միևնույն ժամանակ ինքնամփոփ։ Այն վախերը, որը նա մանկուց ուներ, դեռ շարունակում էին իրեն հետապնդել։ Անատոլին որպես գիտնական հիմնականում զբաղվում է մահացածների հետ կապված որևէ փորձարկումներով, որը նա անում էր իր համար, բայց բացատրում էր պատկան մարմիններին, որ ես որպես գիտնական պետք է տարբեր փորձեր անեմ։ Այդպես նա շուրջ 30 կիլոմետր քայլելով այցելում է 752 եւ ավել գերեզմանատներ, տարբեր գերեզմաններ է փորում, գերեզմաններից հանում, մարդկանց սկսում նրանց ուսումնասիրել։ Մարդիկ դիմում են ոստիկանություն, ոստիկանները Անատոլիին ձերբակալում են, սակայն Անատոլին ցույց է տալիս իր գիտական աստիճանը, ցույց է տալիս, որ նա այս ամենը անում է ուղղակի հետազոտության նպատակներով եւ նրան ուղղակի բաց են թողնում, չհամարելով, որ սա կարող է լինել որևէ լուրջ խնդիր։ Այս ողջ ընթացքում Անատոլին բնակվում էր իր ծնողների հետ, մոր եւ հոր հետ, նա ողջ իր կյանքը ցանկանում էր ուղղակի ունենալ աղջիկ երեխա։ Այս ամենը հետագայում նաեւ փորձագետները պայմանավորում են նրանով, որ նա տեսել էր փոքր ժամանակ աղջիկ երեխայի դագաղում, գերեզմանում
եւ նա ցանկանալով աղջիկ երեխա ունենալ, չի ցանկանում որևէ շփում սկսել ինչ որ կնոջ հետ, այսինքն ունենալ կողակից, ամուսնանալ, երեխա ունենալ, նա ուղղակի ցանկանում է աղջիկ երեխա ունենալ։ Անատոլին դիմում է նաեւ մանկատուն, որպեսզի երեխա որդեգրի, սակայն չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, ինչպես նաեւ կողակից, նրան մերժում են որդեգրման հարցում։ 2002 թվականին, երբ ես 2 տարեկան էի, 10-ամյա Օլյան գնում է իր տատիկին հյուր, սակայն անհետանում է։ Պատմությունը ինքնին շատ է նմանվում Կարմիր գլխարկի պատմությանը, սակայն մի փոքր ավելի դաժան։ Նրա մարմինը հայտնաբերում են 5 ամիս անց, պատճառները մահվան այդպես էլ չեն բացահայտվում եւ կարևոր չեն։ Նրան թաղում են, իսկ որոշ ժամանակ անց ընտանիքի անդամները եւ պարբերաբար այցելում են աղջկա գերեզման, որովհետեւ տոնի կամ ուղղակի այցելում են գերեզման հիշատակը հարգելու համար, տեսնում են, որ գերեզմանը շատ խնամված վիճակում է գտնվում։ Հիշեցնեմ, որ սա 2002 թվականն է եւ Ռուսաստանի Դաշնությունը չունի որևէ միջոցներ, որ գերեզմանները ինչ որ մեկը կարգի բերի, այսինքն դա կարող է լինել միայն վճարովի գերեզմանատներում, բայց այստեղ սովորական մարդ է մահացել, ոչ ով որ չուներ այդքան գումար, որպեսզի գերեզմանատները մաքրեն, եւ զարմանալի էր այդ փաստը։ Ինչպես նաեւ զարմանալի էր, որ շատ հաճախ այդտեղ գտնում են փոքրիկ խաղալիքներ կամ նամակներ։ Նամակների բովանդակությունը հետեւյալն էր. Ես շատ լավ եմ ինձ զգում, ամեն ինչ ինձ հետ նորմալ է, ես հաճախում եմ դպրոց, մանկապարտեզ, ես ունեմ նոր ընկերներ, նոր խաղալիքներ։ Անատոլին պատմում է, որ աղջկան նա հանել է գերեզմաններից մահվանից օրեր անց, այսինքն չանցած մի քանի օր նա քանդում է գերեզմանը, հանում աղջկան եւ տանում տուն։ Լինելով գիտնական, նա կարողանում է աղջկա մարմինն այնպես մաքրել, այնպես յուղերով, տարբեր միջոցներով օծել, հա տարբեր նյութերով, որ մարմնի վրայից որևէ հոտ անգամ չի գալիս։ Սակայն չենք մոռանում, որ տանը կա նրա մայրը եւ հայրը, ովքեր այդ ժամանակ գնում են ճանապարհորդության։ Ծնողները երբ վերադառնում են, նկատում են տանը մի մարդաբոյ տիկնիկ, որին Անատոլին ուղղակի ասում է, որ պատրաստել է ձեռքով։ Ծնողները հիանում են, հարևաններն ուրախանում են, որ Անատոլին լինելով բացի այն գիտնական, նաև շատ հմուտ արհեստավոր է եւ կարողանում են նման գեղեցիկ ու ամենակարևորը բնական տիկնիկներ պատրաստել։ Անատոլին պատրաստեց իր առաջին տիկնիկը, իր առաջին դուստրը, այսպես ասած։ Նա դրանից հետո շարունակեց տարբեր երեխաների գերեզմաններից հանել ու նրանցից պատրաստել տիկնիկներ։ Նրանց օծում էր տարբեր կերպ, որպեսզի հոտ չգա եւ մարմինը չփտտի։ Ու երեխաներից ում որքան շատ էր սիրում, ըստ դրա էլ նա տեղավորում էր տան մեջ։ Այն երեխաներին, որոնք նա այդքան էլ չէր սիրում, իրենց գարաժում էին լինում։ Այն երեխաներին, որոնք նա շատ էր սիրում, իր ննջասենյակում էին լինում կամ մոր եւ հոր ննջասենյակում։ Նրա մոտ պարապող աշակերտները շատ հաճախ նույնիսկ վախենում էին գնային, քանի որ նախ վախենում էին Անատոլից, նրա պահվածքից, հա, իր տեսքից, երկրորդ հերթին վախենում էին այդ տիկնիկներից, որոնք ուղղակի իրենց բոյին էին համարյա, քանի որ շատ հաճախ տիկնիկները լինում էին ուղղակի մարդաբոյ կամ լինում էին միջին հասակի, ինչը շատ տարօրինակ էր, որտեղ որ տիկնիկը պետք է նման հասակ ունենա եւ որ հասուն տղամարդը պետք է նստի ու այդ տիկնիկների հետ թեախմություն կազմակերպի։ Տեսանյութի սկզբում ես ասացի, որ Անատոլին հրապարակում էր տարբեր հոդվածներ գիտական հիմնականում եւ որն է ամենահետաքրքիրը, հենց դրա պատճառով են ոստիկանները գալիս Անատոլին ձերբակալում։ Այսինքն որևէ կերպ չի բացահայտվում, որ նա երեխաների դիակներն է առևանգում, այլ ինչ որ հոդված, որտեղ տվյալ կազմակերպությունը, ավելի կոնկրետ պետությունը վիրավորվում է, դիմում են ոստիկանությունը գալիս է եւ սկսում ուսումնասիրություններ կատարել, գտնելով, որ նա լինելով եկամեծ էշ, այստեղ են ասել, թեախմություն է անում տիկնիկների հետ, մի բան կասկածում են, գտնում են 150-ից ավել ցուցակ անուն, որը Անատոլին իր մոտ պահում էր, ինչպես նաեւ տարբեր ոսկորներ, գանգեր եւ տարբեր հագուստներ։ Նույնիսկ ցուցակի արկայության պատճառով, որտեղ գրված էր այն բոլոր երեխաների անունները, որոնց հավանաբար նա գողացել էր կամ պատրաստվում էր գողանալ, մինչ օրս հայտնի չէ թե որքան դիակ էր նա առևանգել։ Նրան ձերբակալեցին, բոլոր ապացույցները կար, բոլոր փաստերը կար, որ նա մեղավոր է։ Սակայն դատարանը որոշեց, որ նա անմեղսունակ է եւ պետք է ուղարկի նրան հոգեբուժարան բուժման։ Այս գործը ուղղակի շոկային էր ամբողջ Ռուսաստանի եւ ամբողջ ՍՆԳ տարածքում։ Նորություն չէ եւ նման դեպքեր անընդհատ տեղի են ունեցել թե Սովետական միության ժամանակ եւ թե ներկայիս Ռուսաստանի Դաշնությունում։ Ներկա պահին Անատոլի Մոսկվինը 58-57 տարեկան է, նա գտնվում է հոգեբուժարանում, մինչ օրս նա չի ընդունել իր մեղքը, մինչ օրս նա պնդում է, որ ոչինչ էլ չի արել։
եւ նա անմեղ է։ Շնորհակալություն այսօրվա վիդեոն այսքանն էր, կխնդրեմ մեկնաբանությունում կիսվես քո կարծիքով, ինչպես նաեւ հետևես ալիքին եւ չմոռանաս ինձ հետևել այլ սոցիալական հարթակներում։